Zarokyan 400 hektar. Հեչիմի բոստան են դնում Սուրնավանում։ Պարատանու տեսում դարձել է 13000 դրամ։ Ազնիվ խոսք 5 մարդ, 10 մարդ ի վիճակի կլի առնելը։ Այն մնացած ի վիճակի չեն առնելու։ Գյուղնախարարությունը այսօր պետք է բացվի անմիջապես խեն փակե, որ գյուղը վերանա։ Այսօր հողերը չեն մշակում։ Սիլիտրան եթե 13000-ը դառը։ Լավ, թող պետությունը կազմակերպ բերեր ինքնարժեքը 5000-ը, 5000-ով տար գյուղապետին, գյուղապետը բաժաներ, աշնանել փողեր հավաքեին տային։ Թող սիլիտրան էլ բերեր, սալարկան էլ բերեր, սերմն էլ բերեր, մթերման կետեր էլ դնեն։ Ժողովուրդ այսօր սա վարկերի պարտքերի տակ նստած, գարնանը պարտ կանն, վարկավերսն որ գանի մշակի, աշնանել հազիվ հավաքելով տոկոսը տա, գումարը տա։ Գյուղացուն գոնե իր հողի չափսով պետք է տրամադրի գումարը առանց տոկոս։ Գյուղացին տունը նստածով ֆոկուս չի անելու որ փողերը գան։ Սա ծախսը բրծելա գանանը պետք է իր գործով ընկնի, հեկտարի չափով թող տրամադրեն 0%-ով։ Աշնանն տան, պետք է մարդկանց հնարավորություն տան։ Ժողովուրդը բերք ու բարիք ստեղծող մարդ է։ Պետությունը պետք է իր կողմից իր ժողովուրդն են։ Հիմի 15 միլիարդ պարտք ունենք պետական ժողովուրդը ոչ մի բանից խաբար չի։ Այդ 15 միլիարդի թող 1 միլիարդ էլ ավելանա, միլիարդ 100 միլիոն, 2 միլիոն 200,000 բնակիչ այդ վարկերից կազատվի, որ ներում շնորհի։ Որ մարդիկ կարողանան այդ ճայճից դուրս գան։ Մարդը թե չնայում ես մտքերի մեջ վարկի օրնամո մոտեցել տուշտուգանքա, տունն են տանելու, հողն են ձեռից տանելու, դրա համար մարդիկ սա իրար հետ կռվելով, վիճելով, տրամադրություն չկա։ Ամեն ինչ ժողովրդյան լուծում ունի։ Հարկավոր է մասնագետ, հարկավոր է մարդ, որը լիարժեք տիրապետում է, սրտացավ է, որ կարա կազմակերպի, դա իրականություն դարձնի։ Գյուղացին պետք է անտոկոս վարկ վերցնի։ Աշխարհում չկա այդպես բան, ամբողջ Եվրոպայում 0% մարդկանց գումարներ են տրամադրել, դոտացիաներ են տալի։ Ոչ թե 25%-ով գյուղատնտեսական վարկ են տալի։ Եթե մարդուն ոչ մի բանով չես ապահովում, ոչ տեխնիկայով, ոչ սալարկով, ոչ պարտանյութով, ոչ սերմով, ոչ էլ ապրանքի ընդունման, այդ խեղճ մարդը ինչ անի։ Ինչ անի, ասա։ Սիլիտրան ումից ուզի, տրակտորն ումից ուզի, սերմն ումից ուզի, ինչ անի։ Անասնապահությունը վերանում է, կաթը էժանակ հանձնե ջուրը, հազարատ խնդիրներ կար։ Դրա համար ժողովրդյան հարկավոր է մասնագետ մարդիկ լինեն իրենց պոստերում։ Սրտացավ, որ ինքը մտնի ժողովրդի դրության մեջ։ Կապ չունի կուսակցական պատկանելությունը։ ԿՊ-ը, Բարգավաճա, Դաշնականը, ով կարանի նա պետք է անի։ Պետք է այդ բաժանումը չլինի, բոլորս էլ հայ ենք, բոլորս էլ մի երկրում ապրում ենք, այդ ամեն ինչը մեր բոլորին ավելացել են 10,000 լավ են արել, բայց պետք է այս 8 տարում այնքան արած լինեին, որ մինչև նվազագույն զամբյուղին համապատասխան։ Եթե հաշվարկում են միայնակ մարդը ապրելու համար ամենանվազագույնը, ինչքան գումար է պետք որ մարդը ապրի։ Չէ, իրենց հաշվարկով 150,000 չի, իրենց հաշվարկով 78,000-ը նվազագույնը։ Բայց ասենք 78 չկա, 49-ն է, որ դա առաջնային պետք է քու ժողովուրդն են կարողանաս դա ապահովես։ Նոր նվազագույնից հետո տարին տարվա վրա կարելի է ավելացնել, տնտեսությունը զարգացնել, բյուջեին գումար կա, պետք է ճիշտ օգտագործեն, աշխատացնեն, կազմակերպեն, աշխարհում ինչի պահանջարկ կա, մենք ինչ ունենք, ինչ կարանք արտադրենք, ինչ կարանք արտանենք, ինչ կարանք մշակենք, մենք մեր եղածն էլ փակում ենք ժողովուրդ։ Ես ծանոթ եմ ձեր ծրագրերին, թմրամոլների դեմ պայքար է։ Այսօր դպրոցական երեխեքն թմրամոլ են։ Այսօր երեխա են բռնել թմրամոլ, տալ են բաժին։ Այո, այսօր երեխան գնում է դպրոց, ծնողը մտահոգ է։ Անփորձ երեխա, կարող է առաջարկեն, կարող է փորձի այդ ուղղությամբ գնա։ Մենք պետք է ունենանք առողջ երիտասարդություն։ Այդ խնդիրը մեր բոլորինն է։ Իմն է, Իրանն է, ձերն է, ծնողներինն է, ուսուցիչներին է եւ պետության խնդիրն է։ Դա չարիք է։ Դա պետք է ընտանիք չմտնի։ Ես ուզում եմ իմանամ տեխնացուն վարչապետի ով է։ 4 հոգի ունեմ։ Այսօր 4-ն էլ մեկը մեկից կիրթ, փորձառու, նեզ այսօր պետքա ոչ հիներից, ոչ այսօր ներկաներից։ Պետքա ապագայի վարչապետ, որ այդ փորձն էլ ունի, այդ գիտելիքներն ունի ու 4-ի նկարներն կդնեմ, իմ ժողովուրդն էլ լացում կտրվի մի հատ վարչապետի համար ընտրություն կատարեն։ Այսօր ոչ թե խոստացել եմ ծանոթ բերեկամ ինքը պետք է լինի, այլ այն մարդը, որ այս դժվարությունից իր աշխատանքով գիշերցրեք։ Կառավարության կազմը ճիշտ կազմելով, որ մարդիկ փորձորու մարդիկ լինեն, աշխատած արդյունք ցույց տված մարդիկ լինեն,
որ ոլորտները տիրապետեն, որ նրանք գիշեր-ցերեկ կարողանան հիմքը դնեն։ Մեր սկզբունքը խաղաղություն, զարգացում, ժողովրդի բարեկեցություն։ Ով արեց, կապ չունի որ կուսակցությունց է, իմ գլխի վրա տեղ ունի։ Մենակ նախկիները Որևէ մեկը, չէ՞ դա ես ասեմ նախները ինչ արել են, շնորհակալ ենք։ Հիմա պետք է լինի ապագայի վարչապետ, այս ժամանակակից, այս իրավիճակից այս ժողովրդին անի։ Այսօր վարչապետ աշխատելը Հայաստանում վայելք չի։ Դա չարչարանք է գիշեր-ցերեկ, դժվար աշխատանք։ Կազմակերպել, հունի վրա դնել, երբ որ արդեն ամեն ինչը կլինի կազմակերպված, ծրագիրը, աշխատանքը, ոլորտը, այն ժամանակ դա վայելք է լինելու։ Այսօր մենք ձեր ներկայիս պատգամավորի տեխնացուներին շատերին գիտենք ու տեսնում ենք իրանց փորձը ու իրանց աշխատանքը, շատ հարգում ենք, շատ հավանում ենք, իրոք արժանի